Արարատյան դաշտում Հրազդան գետի հովտում է գտնվում Ղուկասավան բնակավայրը։ Այն հիմնադրվել է 1800-ական թվականներին։ Առաջին բնակիչները եղել են Սասունից և Սալմաստից եկած հայերը։ Ավելի ուշ 1915-18 թվականներին այստեղ են բնակություն հաստատել արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքներ, այնուհետև պարսկահայեր, եզդիներ։ Գյուղը վերանվանվել է 1949 թվականին Ղուկասավան հեղափոխական գործիչ Ղուկաս Ղուկասյանի անունով, ով այս գյուղից է եղել։ Գյուղի կենտրոնում է խոնարհված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 18-րդ դարում։ 19-րդ դարի վերջին այն փլուզվել է։ Այսօր այն կիսաքանդ վիճակում է, սակայն համայնքը քայլեր է ձեռնարկում վերանորոգման համար։ Նաև ունենք կենտրոնական հատվածում մեծ հայրենական պատերազմի հուշահամալիրն է։ Ունենք նաև հարակից հատվածում թե առաջի Արցախյան պատերազմի և 44-օրյա պատերազմի խաչքարեր տեղադրված և ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքար։ Այս հուշարձանները գտնվում են նորաբաց այգում։ Այն պաշտոնապես բացվել է մայիսյան տոնական օրերին, որը փոքր ու մեծ ղուկասավանցիների համար հանգստի ու ժամանցի յուրահատուկ վայր է դարձել։ Ղուկասավանը փոքրիկ գյուղ է։ Այստեղ բնակիչները զբաղվում են հիմնականում այգեգործությամբ, խաղողագործությամբ ու բանջարաբուծությամբ։ Գյուղի մոտ մի 15% բնակչությունը կազմում են եզդի ընտանիքները, որոնք նաև զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղում ուրեմն ունենք մանկապարտեզ, դպրոց, IT կենտրոն, բուժամբուլատորիա, մշակույթի տուն։ Մշակույթի տանը գործում են տարբեր խմբակներ, պարի, նկարչության, կարատեի։ Ղուկասավանի մշակութային կյանքում կարևոր դեր ունի մասնավոր ստուդիան, որը կազմակերպում է գյուղի փոքրիկ և երիտասարդ բնակիչների մշակութային առօրյան։ Ստուդիան ստեղծվել է 16 տարի առաջ հենց Ղուկասավանում։ Նրա հիմնական ուղղությունը պարարվեստի զարգացումն է։ 3-ից մինչև 16 տարեկան խմբերում պարարվեստի ոգով կրթվում է ավելի քան 30 երեխա։ Ստուդիայի հիմնական նպատակն է երեխաներին գեղեցիկ կեցվածքով ապահովելը։ Դասավանդվում է դասական պար, հայկական ժողովրդական պարեր, նաև ժամանակի թելադրանքով ազատ ոճի պարեր։ Այս ստուդիայի շնորհիվ գյուղի երիտասարդությունը հնարավորություն ունի զարգացնել իր ստեղծագործական ունակությունները և պահպանել մշակութային ավանդույթները։ Ղուկասավանի մշակույթի տանն է գտնվում նաև նկարչության և կարատեի խմբակները։ Ղուկասավանի կյանքի կարևոր մասն է կազմում կրթության և դաստիարակության ոլորտը։ Գյուղում գործում է դպրոց, որտեղ սովորում են տեղի և հարակից բնակավայրերի երեխաները։ Կրթական համակարգը միայն գիտելիքներ չի փոխանցում, այլ նաև ձևավորում է երիտասարդ սերնդի արժեհամակարգը։ Բացի դպրոցական կրթությունից, գյուղում կարևորվում է նաև նախադպրոցական երեխաների կրթության կազմակերպումը։ Ուսումը յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր բան է և մեր բնակավայրում ստեղծված են բոլոր այդ հարմարությունները նորմալ ուսում ստանալու, տարբեր տարիքային խմբերի երեխաներ նույնիսկ հնարավորություն ունեն հաճախելու IT կենտրոն։ Ուսուցիչը ոչ միայն գիտելիքներ փոխանցող է, այլև այն մարդը, որը դաստիարակում է, օգնում է ձևավորել երիտասարդ սերնդի մտածողությունը։ Եվ եթե երեխայի առաջին արժեքներն ու սկզբունքները ձևավորվում են ընտանիքում, ապա հետագայում դրանք արտացոլվում են հասարակության մեջ, հատկապես կրթական միջավայրում։ Առաջի հերթին գալիս է յուրաքանչյուրի տանից, ծնողներից, դաստիարակությունից։ Շփվելով մեր գյուղի երիտասարդների, աշակերտների հետ, կարծում եմ, որ շատ նորմալ է վերաբերմունքը, մեր ուսուցիչներին էլ, մանկավարժներին էլ ճանաչելով, կարծում եմ, որ խնդիր չունենք այստեղ այդպիսի շփման։ Ուսուցիչը իմ համար և կարծում եմ շատերի համար այն մարդն է, ով այն սկզբնական գիտելիքներն է տալիս, որպեսզի մարդը սիրի, շենացնի իր երկիրը։ Բնակավայրի հանդեպ սերը յուրահատուկ է յուրաքանչյուր մարդու համար։ Այն ոչ միայն արտահայտվում է ավանդույթների ու մշակույթի հանդեպ հարգանքով, այլև մեր յուրաքանչյուրի գործողությամբ։
այնինչ անում ենք մեր միջավայրը բարելավելու համար։ Յուրաքանչյուր մարդու համար իր բնակավայրը սիրելը իմ կարծիքով տարբեր բաներով է արտահայտվում, սկսված մաքուր պահելուց, վերջացված ինչ-որ բան կառուցելով, ինչ-որ ներդրում անելով քո բնակավայրում, որտեղ որ դու ապրում ես, որտեղ որ ապրելու ես։ Ո՞նց եք։ Ինչ եք անում։ Ո՞վ է եկել։ Կամաց։ Քարտվեց շնորհակալություն։ Այս քարով ինչ կարամ անեմ։ Այս կարակ պետք է Հələ սարքի տեսնեմ։ Երեխեքից մեկը քարերով փոխելու է ստանալ դիմանկարը։ Երևան հասնում եք, հա, դե նստեմ, տեղ ունեք ազատ։ Դե քշեք գալիս եմ, քշեք գալիս եմ։ Ես գտնվում եմ Ղուկասավանի Սաթենի մանկապարտեզում եւ դասվարի աշխատանքի եւ առանձնահատկությունների մասին կխոսեմ դասվար Մարիաննա Գալստյանի հետ։ Բարև ձեզ Մարիաննա։ Բարև ձեզ։ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Մարիաննա Գալստյանը որպես դաստիարակ աշխատում է Սաթենի մսուր մանկապարտեզում։ Գյուղի միակ մսուր մանկապարտեզում գործում է 2 տարատարիքային խումբ, որտեղ իր առօրյայի մեծ մասն է անցկացնում 60-ից ավելի երեխա։ Տարբեր տարիքային խմբերի համար ստեղծված են սովորելու եւ զարգանալու հնարավորություններ։ Կրթական ծրագրերն ու առօրյան այնպես են նախատեսված, որ երեխաները ոչ միայն ստանան հիմնավոր նախադպրոցական կրթություն, այլև զարգացնեն իրենց սոցիալական, էմոցիոնալ եւ ճանաչողական ունակությունները։ Մանկապարտեզը խթանում է երեխաների համատեղ աշխատանքը, խաղային գործունեությունը եւ ստեղծագործական մոտեցումները, ինչը կարեւոր է վաղ շրջանում կրթության հիմքեր ստեղծելու համար։ Այս պահին դուք ինչ-որ դասընթաց չէ պետք է անցկացնեք երեխաների հետ, որ խմբի հետ։ Տարատարիք խումբ է, որտեղ կան 4-ից 5 եւ 5-ից 6 տարեկան երեխաներ։ Իսկ թեման որն է։ Տարվա եղանակները։ Հա, ամփոփելու ենք։ Ամփոփելու ենք, այո, տարվա 4 եղանակները, երեխաները պետք է, քանի որ ամառ է, հիմնական պարապմունքները լինում են ամփոփման տեսքով։ Ես կարող եմ մասնակցել այդ դասին։ Իհարկե կարող եք։ Ես տենց մեծ ուրախությամբ կուզենամ նաև երեխաների հետ շփվել։ Սիրով։ Բարև ձեզ։ Մենք պարտեզում լավ անցկացնում ենք, գնում ենք դալիճ, լավ երգեր ենք սովորում, լավ ոտանավորներ ենք սովորում։ Հայրենիքից անուշութանք, ուրիշ ինչ կա երկնքի տակ։ Նա տվել է ինձ հայանուն ու պարգևել հայրոց լեզուն, ուր էր գնամ ինչ է լինի, ես զավակն եմ Հայաստանի։ Պարտեզը սովորելու տեղ է։ Սովորում են տարին հունի 4 եղանակ, գարուն, ամառ, աշուն, ձմեռ։ Տառերն ենք սովորում։ Լուսացույցի գույները կարմիրին սպասում են, դեղինին պատրաստում են, որ գնան, իսկ կանաչին արդեն գնում են։ Խաղում ենք, նախաճաշ չենք անում։ Մեր պարտեզում ես խաղում ենք, ինչ-որ բանով զբաղվում ենք, ես ու ընկերներս ամուր ճաշեր ենք ուտում։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք։ Այսօր մենք հյուր ունենք, Սուսինան, կհամաձայնվիք ինքն էլ նստի եւ լսի մեր պարապմունքը։ Շնորհակալություն, դե ես նստում ընկեր Մարիաննա։ Լավ երեխաներ, եկեք մի հատ վեր հիշենք, տարին քանի եղանակ ունի։ 4 տարին ունի 4 եղանակ։ Որոնք են տարվա եղանակները։ Ճիշտ է, երեխաներ։ Ուրիշ եղանակ չկա։ Այդ 4 եղանակն է ընդհանրապես։ Հա։ Աշնան մասին։ Այստեղ նայենք, տեսնենք ինչեր ունենք դրված աշնան սեղանին։ Ինչով է տարբերվում աշունը մյուս եղանակներից։ Ինչով աշունը տարբերվում եղանակներից։ Մի քիչ ցուրտ է, այո, տերևները թափվում են, բայց միշտ տերևների թափվելը ինչ է լինում տերևների հետ։ Նրանք ինչ։ Ահա, ստանում են կարմիր, նարնջագույն, դեղին երանգներ եւ պարելով թափվում են ցած։ Տերևաթափից առաջ
այգիներում ինչ են սկսում անել գյուղացիները։ Տուն են գնում։ Տուն են գնում։ Հա, ինչև։ Չէ։ Ես վերևն եմ քնում պարտեզում։ Վերևն ես քնում։ Դա չես վախենում։ Աստիճանից բարձրանում եմ քնում։ Այդ աշունը մենակ թե ամբողջ տարին։ Աշուն գույնի, ուրիշ գույնը։ Դրսում։ Մենք որ անձրևանոցը պահած, որ չթրջվենք։ Ահա, անձրև է գալիս, ճիշտ է, քամի է լինում, անձրև է գալիս, այո։ Ահա, հիշում եք մեր աշնան մասին ոտանավորը, կարող ենք միասին կրկնել։ Ահա, դե սկսեցինք։ Դաշտ ու այգի տեղին հագան, ծառ ու ծաղիկ մերկացան։ Ինչպես որոշեցիք ձեր կյանքը կապել մանկավարժության հետ։ Մասնագիտության ընտրությունից կապված էր իմ կյանքի ամենակարևոր մարդու մայրիկիս հետ, որովհետև ինքն էլ էր հենց այս մասնագիտությունը ընտրել։ Սիրելով այդ մասնագիտությունը եւ իր խորհրդով որոշեցի շարունակել իր աշխատանքը, ընտրեցի մանկապարտեզի դաստիարակի մասնագիտությունը եւ այդպես հաստատուն քայլերով գնացի դեպի իմ ընտրած մասնագիտություն։ Ապրեք, լավ, եկեք շարժվենք առաջ։ Աշնանից հետո տեղափոխվում ենք դեպի ուր։ Ցուրտ ձմեռ, այո, ցուրտ ձմեռ ենք տեղափոխվում։ Ձմեռը ինչով է տարբերվում մյուս եղանակներից։ Ահա, ձյուն է գալիս, շուրջ բոլորը ծածկվում է ճերմակ վերմակով։ Այո, սառում է եղանակը, մենք հագնում ենք ավելի տաք հագուստներ, չէ, երեխաներ։ Ահա, եկեք հիշենք, ձմռանը մենք ինչ տոն ենք նշում, որ բոլորը շատ սիրում ենք։ Նոր տարին, ճիշտ է, ում ենք նամակներ գրում։ Ահա, իսկ ձմռանը ինչ խաղեր ենք խաղում։ Ահա, ինչ ենք պատրաստում։ Ձնեմարդ ենք պատրաստում, ճիշտ է, սահում ենք ինչով։ Դահուկ, ահա, սահնակով, դահուկներով, չմուշկներով սահում ենք ձյան վրայով։ Կհիշեք ձեր առաջին փորձը, պրակտիկան, ինչպես մտաք, օրինակ, սենյակ, երեխաների արձագանքը, ձեր տպավորությունները։ Հենց առաջինը վախերով եմ սկսել ու մենակ եմ եղել խմբում, ոչ մեկին դեռ չէի ճանաչում երեխաներին։ Եվ այսպես ընկած մանեի գալի տետրեր, գրքեր, որ երեխաների հետ ինչ պետք է անեմ, ինչպես աշխատեմ, ինչպես նրանց ուշադրությունը գրավեմ, որտեղ որքան էլ որ քոլեջի հետ անցել եմ պրակտիկաներ, միևնույն է, սա արդեն այլ միջավայր էր, իրենց համար ես նոր էի, բայց կարող եմ ասել շուտ հաղթահարեցի այդ վախը, վայելեցի երեխաների սերը, որը էլ ավելի ուշ տվեց, որ ես ավելի հմտորեն, ավելի հմուտ դաստիարակ դառնամ ու ավելի իմ սերը դեպի մասնագիտությունը ավելի է խորացել։ Ձմռանից տեղափոխվում ենք մեր ամենագեղեցիկ տարվա եղանակը, որը գարունը, ճիշտ է, գարունը, այ տեսեք գարնանը բնությունը ինչ է լինում։ Այո, բնությունը ծաղկում է, արթնանում է խորը քնից, ծառերը կանաչում են, ծաղկում են, իսկ հետո բռնում են պտուղները։ Գարնան մասին հիշում եք մեր ոտանավորը։ Ահա, փորձենք դա էլ կրկնել։ Ահա, դե միասին, բայց բարձր։ Առուն վերադարձան իրենց բույնը ճանաչելով, ախ ինձ սիրուն գարուն է տես, ծաղիկներ են բացվել պես-պես, դու էլ զարթնիր իմ անուշիկ, որ գարունն այս նվիրեմ քեզ, ապրեք, կեցեք։ Իսկ ժամանակի ընթացքում փոխվել են դաստիարակի մասնագիտության առանձնահատկությունները։ Մոտեցումը ինձ թվում է պետք է նույնը մնա, այսինքն լինել միշտ
բոլորին նայել հավասար աչքերով, կողմնապահությունը չլինի, ես այդ ամբողջը եւ ընտանեկան դաստիարակության մեջ եմ տեսել, այսինքն տանն եմ դա այդ ամենը տեսել, որ երեխաների մեջ եղել է հավասարություն, նույնը մանկապարտեզում եմ դա իրագործել ու դա շատ է օգնում, որովհետեւ երեխաները իրենք իսկ զգում են դա, որ կողմնապահություն է լինում եւ երեխաները դա խանգարում է նրանց սիրել քեզ, իսկ առաջինը որպես դաստիարակ միևնույն է որքան էլ տարիներ անցնեն, ամենակարևոր պայմանը երեխայի սերն է։ Եթե նա քեզ սիրեց, դու կհասնես ամեն ինչի, եթե ոչ, նա միևնույն է ոչ քեզ լսելու է, ոչ քո ասածը ընկալելու է։ Լավ, գարնանից հետո տեղափոխվում ենք մեր ամենասիրելի տարվա եղանակը։ Ամառ։ Այո, ինչն ենք սիրում ամառը։ Որովհետև եղանակները տաքանում են։ Գնում են լողանալու տեղը։ Այո, գնում ենք լողավազան։ Աղախներով խաղում են։ Արձակուրդ է դպրոց չենք գնում։ Այո, դպրոց չենք գնում։ Բայց դուք դեռ չգիտեիք։ Մենք շուտով կիմանանք։ Իսկ ինչ է, եկեք հիշենք, ամռան առաջին օրը ինչ տոն ենք նշում։ Այո, որ տոնն է դա։ Ճիշտ է, երեխաների պաշտպանության օրն ենք նշում եւ հունիսի 1-ից սկսվում է մեր սիրելի տաք եղանակը։ Այո, Ինչպես եք կարողանում յուրաքանչյուր երեխայի սիրուն հասնել, այսինքն երբ որ նա ձեզ սիրի եւ հաճիկով կամ մանկապարտեզ։ Աշխատել եմ 3 տարեկան խմբերում էլ, այսինքն կրտսեր երկրորդ, միջին եւ ավագ։ Կրտսեր երկրորդում մայրական սերն է, որ պետք է տաս մանկապարտեզում իրենց գրկես, սիրես, շոյես, դառնաս իրենց հավասար ընկեր, այսպես ասեմ, ավելի փոքր լինես իրենց համար։ Միջին եւ ավագ խմբերում կարող եմ ասել արդեն իրենց հետ պետք է որպես մեծ խոսես, իրենք եւ դրանից զգաստանում են եւ ավելի հասուն է դառնում քո խոսքը, դու նախապատրաստում ես դեպի դպրոցին, նախ եւ առաջին պայման դա, երկրորդը, որ իրենք ավելի գիտենք երեխաները սիրում են, որ իրենց մեծի տեղ են դնում, այսպես ասեմ, դու խոսքը, խիստ մոտեցումը, այդ ամեն ինչ արդեն որպես մեծ ես նրանց մոտենում, իհարկե տարիքային առանձնահատկություններ հաշվի առնելով։ Հենց դա է կարևոր պայմանը, որ ամեն տարիքի հետ պետք է հասկանաս իրենք այդ պահին մտնելով պարտեզ ինչ են ուզում քեզանից։ Լավ, հիմա ես ձեզ համար ուզում եմ ընթերցել մի փոքրիկ ոտանավոր 4 եղանակների մասին։ 4 քույրերը։ 4 քույրիկ են, 4-ն էլ չքնաղ։ Մեկը ճերմակ շոր է մասում, մեկը կանաչ, արմաղ, շարմաղ, մեկը ոսկի, մեկը նախշուն։ Տարին բոլոր պտույտ տալիս չեն հանդիպում երբեք իրար, մեկն անցնում է մեկը գալիս, իրար կարոտ ու սիրահար, 4 քույրիկ են այս աշխարհում, մեկը մեկից ճոխ ու նախշուն, մեկը ձմեռ, մեկը գարուն, մեկը ամառ, մեկը աշուն։ Օրվա ընթացքում էներգիայի փոխանակությունը ինչպես է լինում, դուք եք ավելի շատ էներգիա տալիս երեխաներին, թե իրենք ձեզ։ Ես տալիս եմ էներգիա իրենց հետ զբաղվելով, բայց իրենցից ստանում եմ շատ դրական էներգիա ու կյանքի ամենադժվար փուլերում բացասականը հաղթահարելու համար ինձ օգնել է իմ աշխատանքը ու միշտ ասել եմ, եթե ես չաշխատեի նման ոլորտում երեխաների հետ, միգուցե ես այսպիսի դրական ու թեթև տեսակ չլինեի, որովհետև իրենք ինձ օգնել են այդ պահին մտնելով խմբասենյակ, մոռանամ այն ամենը, ինչը որ դրսում ինձ սպասում է։ Այստեղ նկարները խառնվել են իրար, տարվա եղանակների նկարներ, մենք պետք է առանձնացնենք եւ մեզ վերցնենք մեզ համապատասխան նկարը։ Այս խմբից թող գա Գայանեն, Գոհարարի, Մարկ եւ Խաչատրյան Եվա։ Եկեք։ Արի Համբարձումյան Մարկ։ Դու չար ես։ Հա։ Ինքը չար է։ Ինչ անում։ Դու խփում ես։ Չէ, ինքը չի խփում, եւ իսենց անում, սենց ես անում։ Մազերը ցիլու մազեր ունես, շոյում է։ Խփում։ Չի խփում, չէ, չի խփում։ Ասում եմ չի խփում։ Մարկ ջան, մի հատ քո նկարները նորից նայիր, մի նկար էսպես տեսնում եմ, որ դու սխալ ես վերցրել, նույնիսկ երկուսը։ Ուշադիր նայիր, դու պետք է ձմռան նկարները չէ առանձնացնել։ Ահա, դա աշունն է։ Ահա, եւ փնտրիր մի նկար, որտեղ պատկերված է գարնան առաջին ծաղիկը, քեզ մոտ նայիր, Մարկ։ Գարնան առաջին ծաղիկը, որ ծաղկում է, որ ծաղիկներ։ Ահա, ում պետք է տաս այդ նկարը։
ապրես Գոհարին, ճիշտ է։ Ահա, ավարտեցինք, փորձեցինք առանձնացնել։ Լավ, այստեղ ինչ է պատկերված, մի հատ նայեք, ինչ են անում։ Աշուն է, ինչպես հասկացանք, որովհետև զամբյուղ բերքա տերևները թափվել են եւ ինչ են անում։ Պետքա բույսեր հավաքեն, որ չնվանաս։ Ահա, մրգերն են հավաքում, բերքը հավաքի այգում, այդ իսկ պատճառով տալիս ենք աշնան նկարները Եվային։ Այստեղ էլ նույնն է, այստեղ ինչպիսի եղանակ է։ Չէ, անձրևային եղանակ է եւ գույները աշնանային գույներն են, չէ, տերևները դեղին, կարմիր, նարնջագույն, ում պետք է սա տանք։ Այո, Եվային մյուսը եւս բերքահավաք է, նորից պետք է տանք Եվային, ահա։ Այստեղ է մի հատ այս նկարներն էլ նայենք, ահա, ծաղկած բնություն է, բայց հագուստից կարող ենք որոշել, որ ամառ է, ճիշտ է։ Այստեղ էլ էլի գնացել են երեխաները քաղաքից դուրս, հագուստը ավելի բարակ ու թեթև է, նշանակում է տարվա որ եղանակն է ամառը։ Կեցեք, դե ձեր նկարները ձեր ձեռքին մոտեցեք ձեր խմբի անդամներին։ Կուզեմ խոսել նաև վերապատրաստումներից, արդյոք անցել եք վերապատրաստումներ։ Այո, անցել եմ, սկզբնական որպես փորձարարական ծրագրի շրջանակներում մասնակցել են կզնակ հիմնադրամի վերապատրաստումներին, որտեղ նախապատրաստվում ենք նոր փորձարարական ծրագրերը մանկապարտեզում փորձարկելու եւ հասկանալու ինչ թերացումներ կան, որ պետք է ուղղեն, որտեղ գործնականում պետք է կիրառենք նման ծրագրերը։ Երկրորդ վերապատրաստումն եմ անցել, որը պարտադիր վերապատրաստումն է, որը ունի 5 տարի ժամկետով, դա եմ անցել 2 տարի առաջ։ Լավ, այսօր մենք խոսեցինք ինչի մասին, երեխաներ։ Տարվա եղանակների մասին, այո, ճիշտ է, տարվա եղանակների մասին խոսեցինք։ Տամ մի քիչ նկարես քեզ։ Բահի։ Էսի նկարում։ Հիմա որ էս պահես ուրիշների դե իրենց կնկարի։ Նայ, դու էլ քեզ տեսնում ես, չէ՞։ Ում քեզ է նկարում հիմա։ Որ օրինակ տեսնես կողքից նստած տղային իրան է նկարում։ Եղավ։ Դե կարաս փոխանցես։ Անձրևը սկսվում է, ինչպես է սկսում։ Ահա, երբ որ արագանում է, սկսում է, ահա։ Իսկ երբ որ կարկուտ է գալիս, սկսեց կարկուտ գալ, կարկուտ, ահա, կարկուտը կտրվեց, անձրև է, անձրև, 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 անձրև։ Եվ դանդաղում է, կամաց դանդաղում է։ Եվ կտրվեց։ Ահա, վերջ։ Գերմանիան շախմատը տվեներ կլենք։ Սնում ամես, բաներ ասովորացնում, ինկերները Եվան, Մարիամ, Մարկը։ Որ մեծանամ դառնալու եմ երաժիշտ։ Որ մեծանամ զիվուր պետք է դառնամ։ Ապրեք ամառ, շատ լավ ամառ եք դուք։ Գեր Մարիաննա, դասը ավարտվել, շատ հետաքրքիր էր, հասցրեցի երեխաների մեծամասնության հետ մի փոքր շփվել։ Զուտ կուզեմ ամփոփում անենք, հասկանալու թե այս դասը ամփոփումը ինչ տվեց եւ ինչպես կազմակերպեցիք։ Նկարներով, տարբեր ինչ-որ մեթոդներով, սեղանները ըստ եղանակային որպես ամփոփում մեր նպատակն էր ամրապնդել երեխաների գիտելիքները տարվա եղանակների մասին։ Կարելի ասել եւ ուզում էինք եւ հասկանալ, որ որքանով են նրանք հիշում ամբողջ տարվա ընթացքում, թե մենք ինչ ենք սովորել, որովհետեւ Աշունը արդեն երկու եղանակ առաջ էր, այսպես ասեմ, կարող է նաև երեխաները մոռացած լինեն։ Այս ամառային պարապմունքները ավելի շատ դրա համար են, որ մենք կրկնենք, ամփոփենք, որպեսզի երեխաները գիտելիքները չմոռանան եւ կարող եմ ասել արդյունավետ անցավ պարապմունքը, երեխաները որոշակիորեն հիշում էին այն, ինչ սովորել էինք ամբողջ տարվա ընթացքում։ Ես շնորհակալություն թե զրույցի, թե դասի համար։ Ես էլ գնամ, ժողովուրդ գնացի, բալիկներ, գնացի։ Վերջ։ Այս կամերայի ես տալիս եմ քեզ, ես գնում եմ։ Հաջողություն։ Հաջողություն։ Տեսություն։ Ով է ձեզ համար մանկավարժը։ Մանկավարժը այն մարդն է, ով եւ սիրով եւ հոգատարությամբ եւ իհարկե
գիտելիքով պետք է ուղեկցի երեխային մանկապարտեզից սկսած։ Ես անձամբ իմ մանկավարժին հենց մենակ հիշում եմ այդ կիրթ, գեղեցիկ կեցվածք, ճաշակով հագնված ու ես չեմ հիշում ինքը սխալներ արել է դպրոցում ինձ դաս տալուց թե ոչ, այլ հիշում եմ իր կերպարը ուղղակի։ Ու ինքը իմ համար միշտ օրինակ է եղել։ Հիրավի, ամենակարևոր մարդը կրթական հաստատությունում եւ ամենակենդանի օրինակ աշակերտի համար հենց ինքը մանկավարժն է։ Մեր հաջորդ հանդիպումը գուցե լինի հենց ձեր դպրոցում կամ մանկապարտեզում։ Կհանդիպենք։